Երեկոյան սեանս ենք այսօր միասին իրականացնելու, աշխատելու ենք ամբողջ թիմով, միասին հիմա կվերլուծենք տարբեր սիտուացիաներ, կբացենք գործարքները, առհասարակ ընկերներ ջան, մենք երեկոյան ժամերին սեանսներ չենք իրականացնում, մեր սեանսների ժամերը նշանակված են 14:00 եւ 16:00, որոնք իրականում պատահական ժամեր չեն, եկեք հիմա այստեղ ուղարկենք արդեն գործարք փնտրելու նախազգուշացնող նամակը, ուրեմն տեսեք, նախ եւ առաջ մեր թիմում ստանում եք նամակ, որ 5 րոպեից սկսում եք աշխատանքային սեանսը, որից հետո արդեն ստանում եք նամակ գործարքի տևողության մասին, հիմնական գործարքի տևողությունը ալիքում լինում է 2 րոպե, սակայն ամեն դեպքում նոր մասնակիցների համար եւ հին մասնակիցներին, հին թիմակիցներին հիշեցնելու համար այս նամակը եւս մեկ անգամ ուղարկում եմ ընկերներ ջան, արդեն ուղարկում եմ, փնտրում եմ գործարքը նամակը, որից հետո անցնում եմ գործարք փնտրելուն, մինչ գործարքը փնտրում եմ ընկերներ ջան, ասեմ, որ սեանսից ժամեր առաջ արդեն ես վերլուծում եմ շուկան, ընդհանուր հասկանում եմ տենդենսը տարբեր արժութային զույգերում, նշում եմ ուռովերներ, որտեղ կարելի է աշխատել, բավականին հետաքրքիր սիտուացիա կա, ինչով այն հետաքրքիր, որ այստեղ կա փոքր դիապազոնով մինի տրենդի, օրինակ կարող եք տեսնել դիապազոնը, ուրեմն ընկերներ ջան, սա աջակցության տրենդային թեքն է, սա դիմադրության ու դիապազոնը բավականին փոքր է, գումարած դրան մոտեցել է արդեն աջակցության տրենդային թեքին, ուրեմն նախ եւ առաջ բնականաբար ուղարկում ենք արժութային զույգը, ներողություն ես մոռացել էի, ուղարկում ենք արժութային զույգը, որից հետո արդեն նոր պետք է պատրաստել նամակը, սակայն մինչ ուղարկում է արժութային զույգը, այստեղ էս կետը արդեն բաց թողեցինք, բայց ոչինչ կբացենք ներքև նույն արժութային զույգից, նույն պրինցիպով, այստեղ եթե հասնի դիմադրությանը, արդեն կբացենք դեպի ներքև. Ընկերներ ջան, քանի որ գինը տրենդային թեքից արդեն իսկ սկսել է իր շարժը դեպի վերև, շարժվելու է ենթադրաբար մինչև դիմադրության տրենդային թեքը, այստեղից արդեն պատրաստում եմ նամակը, որը ուղարկում է մեր թիմ, 2 վայրկյան հետո արդեն բացում եմ ես, որպեսզի այնտեղ նամակի զաձեր կան, գումարած դրան մինչև թիմակիցները բացեն գործարքը, այդ ամեն ինչը չխոչընդոտի, որ իմ եւ ձեր գործարքները նման լինեն, չտարբերվեն, այստեղ ընկերներ ջան, անալիզը ասեցի, առաջին կետը բաց թողեցինք, քանի որ ես մոռացել էի ուղարկի արժութային զույգի անվանումը, այս ամեն ինչը կախված է նրա հետ, որ ես հիմա վիդեոյում նկարում փոքր-ինչ այս շփոթմունքը խանգարում է, ամեն դեպքում անալիզի ճշգրտությունը վերլուծությանը չի խանգարում, սակայն այստեղ արժութային զույգը մոռացել էի արժութային զույգը ուղարկեցի, նախ եւ առաջ նախազգուշական նամակը, որից հետո գործարքի տևողության նամակը, հետո ստանում ենք արժութային զույգը, ստանում եք ընկերներ ջան 2 րոպե վերև կամ ներքև նամակը, գումարած այս ամենին ընկերներ ջան, ես սպասում եմ 2-3 վայրկյան, որից հետո արդեն բացեմ գործարք, հիմա խոսեմ սեանսի ժամերի մասին, առաջին սեանսը ինձ մոտ նշանակված է 14:00, սա բացարձակ պատահական ժամ չէ, սա եվրոպական սեանսի ամենաթեժ, ամենաաշխույժ ժամերից մեկն է, բայց միաժամանակ տրամաբանական շարժով եւ adekvat շարժով ժամն է, ընկերներ ջան, այդ ժամից 2 ժամ հետո արդեն փակվում է եվրոպական սեանսը եւ բացվում է արդեն ամերիկյան սեանսը ու երկրորդ սեանսը ինձ մոտ նշանակված է 16:00-ին, 16:00-ի սեանսը, ընկերներ ջան, արդեն պայմանավորված է նրանով, որ սկսվում է ամերիկյան սեանսը ինքն իրենով արդեն անկայուն է, բավականին իմպուլսներով լի, դրա համար ընտրել ենք բալանսը պահպանելու համար ընտրված է միջին ժամ, որ նոր է բացվում, դեռ այդքան աշխուժություն չկա, սակայն դա հենց այն չափաբաժնով աշխուժությունն է, որը որ անհրաժեշտ է մեզ։ Ընկերներ ջան, պատրաստում եմ ես այստեղ արդեն սկրինշոթը, կրկին մոռացել էի սկրինշոթի մասին, պատրաստում եմ սկրինշոթը, որպեսզի արդեն նկարի սկրինշոթը ուղարկեմ մեր ալիք, հաշված վայրկյաններ են մնացել, եկեք այստեղից արդեն վերցնեմ գործարքի սկրինշոթը, որը որ արդեն ուղարկում եմ մեր ալիք, որպեսզի կիսվեմ արդյունքով, տվյալ գործարքի արդյունքով, հիմա մեզ անհրաժեշտ է, հիմնականում ես այսպես եմ անում, 30 վայրկյան, 25 վայրկյան սպասեմ, տեսնեմ արձագանքը, բնականաբար սա իդեալական պլյուս այստեղ սպասելու բան չկա, արդյունքը ակնհայտ երևում է, դրա համար առաջարկում եմ անցնենք առաջ, տեսեք այստեղ արդեն տրենդային թեքը մոտեցել է դիմադրության տրենդային թեքին, սակայն ընկերներ ջան ակտիվ շարժումա դեպի վերև ներքև բացելը բացարձակ այսպես իմաստ չունի, եկեք շարժվենք ըստ արժութային զույգերի, գտնենք որևէ սիտուացիա եւ շարունակենք։
Հաջորդ սիտուացիան գտել եմ ընկերներ ջան, տեսեք ինչա կատարվում էստեր։ Ուրեմն ունենք ակտիվ դեպի վերև շարժ, տվյալ մասում կրկին ունենք մինի տրենդ փոքր դիապազոնով էստեղ առանձին տրենդի մեջ կարծես տրենդը շարժվում ու սրա կոլեկցիաները տեսեք 1 րոպե դեպի տրենդային թեք, 1 րոպե, 1 րոպե ու տրենդային թեքից ակտիվ 3-4 րոպե շարժվում է դեպի վերև։ Կրկին բացել ենք դեպի վերև, մեզ մնում այստեղ հիմնական առաջադրանքը որոշել տեսնել լայն դիապազոնում մոտակայքում խանգարող ուռովեններ չկան, հենց տեսնում եմ արդեն այստեղ լոկալ մասում վերջին 12-15 ժամվա ընթացքում որևէ խանգարող տրենդ այստեղ ուռովեն այստեղ չի ձևավորվել։ Պատրաստում են 2 րոպե դեպի վերև նամակը, ներողություն կրկին մոռացա ուղարկել առողջային զույգի անվանումը։ Եկեք ուրեմն ուղարկենք առողջային զույգի անվանումը, որպեսզի թիմակիցները պատրաստեն տվյալ առողջային զույգը։ Ուղարկում եմ, պատրաստում եմ հետո արդեն նամակը, բայց նախ սպասում եմ մի քանի վայրկյան, մինչև թիմի բոլոր մասնակիցները պատրաստեն առողջային զույգը, առհասարակ ընկերներ ջան, տեսեք, ես իմ աշխատանքային սեանսների ընթացքում, երբ աշխատում եմ ոչ թիմի հետ, այսինքն առանձին, ես նախընտրում եմ ընտրել որևէ սիտուացիա, եկեք ուրեմն այստեղից ուղարկում եմ այս նամակը, քանի որ արդեն ակտուալ կետին է մոտեցել գինը, բացում եմ նամակ 2-3 վայրկյան հետո ներողություն բացում եմ գործակը արդեն ես, այստեղ տոկոսայնությունը 87% է, ինձ մոտ ամենայն հավանականությամբ պես առողջային զույգի վրա 6% ավել է, այո, այսինքն սա բնականաբար դետալորեն ամեն ինչը ես հաշվի եմ առնում, ընկերներ ջան, այստեղ էլ դուք բացելու եք, եթե բնականաբար կախված է դա արդեն ուռովենի ներողություն պրոֆիլի լեվելից, բայց 80%-ը ապահոված է, ինչը արդեն նորմալ է ընկերներ ջան, բացեցի այստեղ անալիզի մասին արդեն խոսեցի, գործարքը բացեցինք, հիմա ուղղակի մնում է մեզ սպասել այստեղ այս գործարքի ավարտին, սեանսը առհասարակ իրականացնում եմ 3-ից 4 գործարքով, 3-ից 4 պլյուս ավեր պոզիցիա վերջնանուց հետո ավարտում եմ իմ ամբողջ տրեյդինգի կարիերայի ընթացքում աշխատել եմ տվյալ ձևով, իրականացրել եմ օրվա ընթացքում 2-3 աշխատանքային սեանս, փորձել եմ վերցնել այդ սեանսների ընթացքում 3-4 պլյուս ու դուրս գալ շուկայից, դա այն money management-ն է, դա այն risk management-ն է, որոնք համապատասխանում են եւ իմ աշխատանքին, եւ իմ բալանսին, եւ իմ աշխատելավոճին, եւ առհասարակ որը ինձ թույլ է տալիս ընկերներ ջան, ներողություն եմ խնդրում, զանգ եկավ հեռախոսից, այդ պատճառով ընդհատվեց, տեսեք ուրեմն այս գործարքը, այստեղ բացեցինք, այստեղ փակվեց, իդեալական պլյուսա փակվել բոլորի մոտ, կարող եք տեսնել արդյունքով կիսվել եմ արդեն Telegram-յան մեր ալիքում 2 իդեալական պլյուս վերցրել ենք, այս սիտուացիան արդեն տրենդային թեքը հատվել է, կարեկցիան երկարաձգվել է, որը արդեն նշան է մեզ, որ այս առողջային զույգից դուրս գանք, տեսեք, երբ չգիտեք կարեկցիայի հաշվարկը, դուք կարող եք մտնեք ու բոլոր տեղերում գործարք բացեք, ոչ պրոֆեսիոնալ տրեյդերը կարող է մտնի բոլոր տեղերում գործարք բացի, առանց հասկանալու, որ այդտեղ կա կարեկցիան երկարաձգվել է ու արդեն այդպիսով գործարք բացել պետք չի, իսկ երբ գիտեք կարեկցիայի հաշվարկը, ֆիլտրում եք մի մեծ գործարքների բազմություն, որտեղ որ չեք բացում ու բնականաբար մինուս չեք ունենում, քանի որ անալիզը ճիշտ եք արել։ Տեսեք, հերթական իդեալական տրենդային թեքով երևացող ուռովենն է, ներողություն տրենդն է, շարժվող սիտուացիան է, ուրեմն եկեք ուղարկեմ առողջային զույգը, որպեսզի թիմի մասնակիցները պատրաստեն, ուրեմն առողջային զույգը ուղարկել եմ ընկերներ ջան, հիմա մինչև մի քանի վայրկյան անցնի եւ թիմակիցները պատրաստեն այդ առողջային զույգը, ես ձեզ ցույց եմ տալիս, այստեղ տեսեք, սա երկրորդային տրենդային թեքն է, սա առաջնային, տեսեք, առաջնայինից փոքր-ինչ նեգատիվ է իջել, սակայն երկրորդայինը դեռ իր երրորդ կրկնությունը պետք է անի, ուրեմն պատրաստում եմ արդեն նամակը, պատրաստում եմ դեպի վերև ազդանշանը, այսպիսով ընկերներ ջան, փոքր-ինչ կցանկանամ դեպի ներքև այստեղ շարժ լինի, որպեսզի ավելի իդեալական բացենք, եկեք սպասենք, հավելյալ ռիսկի չեմ ցանկանում գնալ ոչ իմ դեպոզիտով, ոչ ձեր դեպոզիտով, այդ իսկ պատճառով եկեք սպասենք տրենդային թեքին մոտեցումը թող լիարժեք տեղի ունենա, որից հետո կբացենք, եթե տրենդային թեքին լիարժեք մոտեցում չլինի, կփոխենք ուղղակի առողջային զույգը, ընկերներ ջան։ Եկեք հիմա սպասենք մի քանի րոպե։
Ընկերներ ջան, ուրեմն ուղարկում եմ այս նամակը, քանի որ trend-ային tech-ին արդեն իսկ տեսեք մոտեցումը տեղի է ունեցել, մի քանի վայրկյան հետո արդեն բացում եմ ես, ընկերներ ջան։ Կրկին հիշեցնում եմ, որպեսզի իմ եւ ձեր գործարքը չտարբերվի։ Հիմա եկեք կրկին անցնենք այս սիտուացիայի անալիզով։ Տեսեք, ընկերներ ջան, նախ իրականացնում ենք local analyze, որ կողմա ուղված trend-ը, ակնհայտ երևում է, որ trend-ը ուղված է դեպի վերև։ Երկրորդ հերթին տեսեք, արդեն լոկալ մասում մեր գործարքը բացվելու է, լոկալ մասում բացվելու է 2 րոպե։ Մեծ հաշվարկով ինձ այս նախքին, չգիտեմ, մի քանի ժամանոց սիտուացիաները, կոլեկցիաները չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է արդեն խիստ այս լոկալ մասը։ Լոկալ մասում տեսնում եմ trend-ային tech, trend-ային tech-ին տեսնում եմ մոտեցումներ, որոնք որ լինում են 2 րոպե, 3 րոպեանոց կոլեկցիաներով, մաքսիմումի թարմացումը տեղի է ունեցել դեպի trend-ային tech-ին։ Այս կորեկցիան տեղի է ունեցել, արդեն երկրորդային դնում է խորքային անալիզը, ստեղ սպասում եմ, տեսեք Doge-ի մոմեր են ձևավորվել, որը որ ակնհայտ ասում եմ ես դեպի վերև շարժի մասին, դրա համար այստեղ փոքրինչ չսպասեցի, որպեսզի մոտենա, սակայն ամեն դեպքում մոտեցավ trend-ային tech-ին, որից հետո ես բացեցի իմ գործարքը, այստեղ ուղարկեցի արժութային զույգը, ուղարկեցի դեպի վերև նամակը, մեզ մնում է ուղղակի սպասենք, այս գործարքը պլյուս փակենք, նկարը screenshot-ը ուղարկեմ team, սպասեմ արձագանքին, ամենայն հավանականությամբ, ինչպես տեսնում եմ, ժամանակի շուրջ ենթադրություններ չեմ սիրում եւ չեմ ցանկանում անել, բայց երեք իդեալական պլյուսով մեր այս երեկոյան սեանսը կավարտենք։ Եկեք սպասենք ընկերներ ջան, տեսնենք ինչպես է ընթանում։ Հիանալի է ընկերներ ջան, այստեղ տեսեք մի քանի վայրկյան շուտ սկրինշոտը արեցի, սակայն ամեն դեպքում ընկերներ ջան, այստեղ երրորդ պլյուսը իդեալական վերցրեցինք, իդեալական աշխատանքային սեանսերի իդեալական 3 գործարքներով ընկերներ ջան, առաջինը վերցրեցինք կրկին դեպի վերև, բոլոր գործարքներն էլ դեպի վերև են, սակայն սա որևէ միտում չունի, ուղղակի ընկերներ ջան, սիտուացիաները այդպիսին են հանդիպել։ Ես բազմիցս իմ թիմագիծներին ասում եմ, որ թիմի ներսում ասում եմ, որ շաբաթը ինչպես բացում ենք, այնպես էլ շարունակում ենք, միանգամայն դա այդպես է, քանի որ երկուշաբթին շաբաթվա ամենաբարդ օրն է, երբ դրվում է շաբաթվա ֆունդամենտը եւ եթե այն բարենպաստ է մեզ համար, մեր ստրատեգիայի համար, ապա հաջորդիվ ավելի մերն շուկայական օրերում մեր ստրատեգիան եւ մեր գործակները ավելի հեշտ են ընթանալու եւ ավելի լավ ստատիստիկա ենք ունենալու։ Այսօր ստացվեց մեզ մոտ 10 պլյուս առաջին երկու սեանսներում 14:00 եւ 16:00 վերցրել եմ 7 պլյուս, վերցրել ենք ամբողջ թիմով 7 պլյուս եւ հիմա 3 իդեալական պլյուսով արդեն ավարտում ենք աշխատանքային օրը 10 պլյուսով այսօր բավականին մեծ պրոֆիտ ունենք։ Ովքեր կցանկանան միանալ մեր թիմին, ընկերներ ջան, նկարաբանության բաժնում կգտնեք High Trading Academia Telegram-յան լինքը, տանցնեք լինքով, այնտեղ կտեսնեք ամեն ինչ շատ պարզ ներկայացված է, որևէ բարդ պահանջներ չկան, ամբողջը անվճար է։ Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաշխ թողնեք հետագա կարևոր վիդեոները, հաջողություն։